Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ։ Եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Հարգելիներս, այսօրվա մեր հիմնական նյութը պետք է լինի Միջին Արևելքը եւ Կովկասյան տարածաշրջանը։ Գիտեմ, որ ուշի հետևում եք լրատվամիջոցներին եւ բոլորդ մտահոգված եք Հայաստան աշխարհով, թե ինչ կարող է տեղի ունենալ, որովհետեւ արդեն կրակը մոտենում է մեր սահմաններին։ Սիրելի լսարան, ուրեմն այս թեմայի կապակցությամբ այսօրվա առաքելության հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր Կարո Մոմջյանը եւ քաղաքական հասարակական գործիչ Վաչե Բրուտյանը։ Բարի օր ձեզ հարգելիս։ Հարգելիներս, շնորհակալություն հրավերք ընդունելու համար այս շատ կարևոր զրույցին, որը որ հուզում է ընդհանրապես մեր հայությանը։ Ամիսներ առաջ Անկեր Մոմջյան, երբ զրուցում ենք տարածաշրջանի թեմաների շուրջ, կարծես թե կանխագուշակումներ էին կանում, որ ինչպես զարգացումներ կարող է ունենալ եւ ինչին պետք է պատրաստ լինենք։ Եվ այսօր շատ արագ, շատ ամիսներ չանցած տեսնում ենք, որ լսում ենք, որ արդեն կրակը մոտեցել է Հայաստանին եւ Թուրքիան է արդեն միջամուխ դարձել այս պատերազմին։ Փորձենք վերհիշել, որտեղից ինչպես ծնվեց ընդհանրապես իսլամական պետությունը, այս հասկացողությունը եւ ինչու Միացյալ Նահանգները ժամանակին, ինչու Ռուսաստանի Դաշնությունը ժամանակին, թեկուզ Թուրքիան չկանխեցին եւ այսօր արդեն կարծես թե երրորդ համաշխարհային պատերազմի ոչ թե շեմին ենք, արդեն իսկ պայթյունավտանգ է դարել։ Ես որքան որ գիշա Բալաբեկ այդ վերջին հանդիպումին, որ խոսեցանք եւ ատկե առաջվա հանդիպումներուն հստակ մեկնաբանություն կատարած ենք այդ ուղղությամբ, որ ես այլևս իսլամական պետությունը պիտի չի գործածեմ, մանավանդ Վաչեի գրած վերջին հոդվածեն ետքը, որը շատ թիբուկ էր ասուղությամբ, այլ պիտի գործածեմ Դաեշ հասկացողությունը, որտեղ ասիկա դա իսլամական շարժումն է եւ ոչ թե պետություն, բարին իսկական իմաստովը։ Մենք այն այդեն հստակացուցած ենք, որ այս շարժումի դունդվող պատճառները եւ այս շարժումը զարգացնող պետությունները հստակ էին մանավանդ, որ անոնց ֆինանսավորումը, զինավորումը եւ այլն գուկար քանի աղբյուրները, որոնք էին Սաուդական Արաբիան, Արաբական Էմիրությունները եւ հատկապես Թուրքիան։ Եվ այսօր շատ բարձ է, որ այդ մեր հաստատումները, որոնք օրինալ ճիշտ էին, այսօր շատ ավելի հստակ կերպով դրսևորված են, որ այս պետություններն են, որ իրենք ստեղծեցին այս շարժումը, եւ անոնք ցևոմը Սաուդական Արաբիան իր ունեցած կապերովը արևմուտքի, բայց հատկապես Միացյալ Նահանգներու հետ, այս մեծ պետությունը եւ Եվրոպան միջամուխ դարձուցին, մեղսագից դարձուցին այս հարցին։ Հիմա ամեն մեկը դարբեր նպատակներ կհետապնդեր անշուշտ, չէ, արաբներուն համար հիմնականը Ասադի վարչագարկը դաբալելն էր եւ ադոր երևենգային այլ ռազմաքաղաքական հարցեր, geopolitical հարցեր, իսկ արևմուտքի համար, հատկապես Միացյալ Նահանգներու համար մենք խոսած էինք, որ միջին արևելքի մեջ քաոսի մկոյությունը, քաոսը ստեղծելու հարցը, որը հիմնականի մեջ արաբական կառնան հիմնական տվյալներ են մեկներ, ադոր համար էր, որ դեղի ունենար։ Իսկ այսօր, որ մենք վերջին անգամ խոսեցանք, դակավին ռուսական միջամտությունը տեղի չէր ունեցած։ Մենք այսօր կխոսենք հետ ռուսական միջամտության այս հարցի մեջը, ընդհանրապես պետք է այս հարցը դիտել երրորդ համաշխարհային պատերազմը, որը տեղի կունենա որոշ տարածաշրջանի վրա, որը Իրաք եւ Սուրիա կամ Սուրիա եւ Իրաքն են, եւ եթե նկատի ունենանք այդ երկիրներու տիպը, որոնք միջամուխ են
այս հարցին, անցյալ անգամ ալ նույն բանը դվի, եւ որքան որ գիշեմ, եթե երկրորդ համաշխարհային պատերազմին 44 երկիր կամ պետություն մասնակցեցան այդ պատերազմին ցավոմը միջամուխ էին, այսօր ես կրնամ ասել, որ ավելի քան գրկնապատիգի երկիրներ միջամուխ են այս տակնաբին։ Հետևաբար բան չնենք, այսինքն մադի հետև չբահվդինք, ասիկա երրորդ համաշխարհային պատերազմն է, որ դեղի կունենա, եւ պրոքսիներու միջոցով է որ դեղի կունենա, պետությունները փոխանակ իրենք կրվելով ամեն մեկը ուժիմը փանդալով դեցուկ կանգնելով արդեն համաշխարհային հարցեր կամ ավելի ճիշտ շրջանային եւ միջազգային հարցեր լուծելու յետևեն են շատ ծանր եւ խոր նյութ է, որում մանրամասնություններում մեջ մտնել հիմա մեզի այլ դեր գնանի, բայց իրականության մեջ աս է ինչ որ կպատահի, իսկ ռուսական աստեցության ներթափանցումը այս հարցեն ներսը շատ բարձ է եւ ադոր բացատրությունը կգայանա այն գեդի մեջ, որ իբրև միջազգային ուժ Ռուսաստանը դեսնելով այս հարցի ծավալումը եւ նաեւ գամած դեպի Կովկասյան տարածաշրջան տարածումը, հատկապես երբ որ Թուրքիան ալ միջամուխ է այս հարցի մեջ, չէր գրնար ցերնածալ մնալ եւ պետք է ցևոմը միջամուխ դառնար։ Եվ այդ միջամտությունը, որ դեղի ունեցավ ռուսական, պետք է ասել, որ բավական մեծ փոփոխություն մտցուց հարցի տակնաբի պատերազմի ստրատեգիական եւ քաղաքական դարողություններում մեջը։ Իսկ վերջին դեպքերը, որ դեղի ունեցան հատկապես Թուրքիո կողմէ ռուսական օտանավիմը վարարնվել եւ այլն, բավական ծանրագշիր երևույթ է եւ անոր ուրեմն հարաճիգա ալիքներում պիտի անդրադառնանք կամ պիտի տեսնենք հարաճիգա օրերուն տեսնելու համար թե այս տեսակ մակլցումը ինչ ցևով պիտի լուծումի հանգի ցևով Շատ բարի, պարոն Պրուսյան, համակարծիք եք դուք։ Լանկի ձերում մեջ այո, բայց կուզեմ որոշ ճշգրտումներ մտցնել այս իրականության մեջ, այն իմաստով, որ ես կուզեմ կենտրոնանալ Թուրքիո թերագադարության վրա։ Գարոն ընդհանուր պատկերը, համայնապատկերը գծեց մեզի այսպես գար բաներու ընթացքին, ռոբեներու ընթացքին, պատկերը մեզ համար հիմա հստակ է, այս մեծ պատկերը, որ գարոն գծեց, այս մեծ պատկերի մեջ բայց կան կարևոր երկու աստակներ։ Եվ այդ երկու աստակներն են Թուրքիա եւ Դաեշը։ Այսօր Դաեշը, որ արևմուտքի մեջ կսիրեն ասել, կսիրեն կոչել իսլամական պետություն եւ այլն, անշուշտ ճիշտ չէ այդ իսլամական պետություն անվանումը, որովհետեւ եւ որ պետություն գսես, պետությունը միջազգային օրինական թրվածքի համապարասխան հասկացություն է։ Մինչդեռ եղածը դարաձաշրջանային ուժիմը, ասենք կամ ծայրահեղ գրոնակ մոլ ուժիմը օգտագործումն է կամ Երևան քալն է։ Եվ այս ուժը այսօր Թուրքիո ցերկին տակ դարձած է Թուրքիո աղդոտ կորձերը նող վադորակ կորձագադարիմը։ Այսօր ֆինանսավորումը գուկա, ինչպես քիչ առաջ դոկտոր Մոմջանը նշեց, Սեուդական Արաբիայեն, Կատարեն, արաբական ուրիշ երկիրներ է եւ այլն, եւ քաղաքական ու զինվորական ներսու գուկա արեմուտքեն, նաեւ Թուրքիայեն, որտեղ նաեւ Թուրքիո մեջ կգտնվին այս գազագերբության, այս գրոնամոլ գազագերբության մարզումի վայրերեն ոմանք Թուրքիո մեջ է որ իրենց աբաստան դրված է, Թուրքիո մեջ է որ իրենց ազատ շարժումի երթևեկի բանդրված է, ուրեմն ծևով այս գազագերբությունը վերածված է Թուրքիո խաղակարգին այս շրջանի մեջ։ Թուրքիան գործը կանցնենք կարճ դադարի, գիտեմ որ լայնացավալ նույնպես պատասխան պետք է լինի, կվերադառնանք շարունակենք։ Հարգելիներս կարճ դադար եթերում։
Հարգելիներս, ովքեր որ նոր միացանում ես, հիշեցնեմ, որ այսօրվա առաքելության հյուրերն են հասարակական քաղաքական գործիչ Վաչե Վրուտյանը եւ պատմական գիտությունների դոկտոր Կարո Մոմջյանը։ Այսօրվա մեր հիմնական թեման է Միջին Արևելքի եւ Կովկասյան տարածաշրջաններում զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները եւ նրանք ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ հայ ժողովրդի վրա։ Շարունակենք ընկեր Վաչե, կաներեք որ ընդհատեցի։ Ուրեմն քիչ առաջ գսեի եւ հիմա շարունակեմ, ուրեմն այս գազագերբությունը Դաեշը դարձած է Թուրքիո աղբոտ կորձերը կատարող վատորակ կորզագադարիմը։ Այս գազագերբության եւ ոչ միայն այս գազագերբության, այսինքն Սուրիո մեջ գտնվող բոլոր այս իսլամական ծայրահեղ գազագերբությունները, որոնց մարտավարական կամ քարոզչական նպատակներով դարբեր անունները բանեղած են, դրված են։ Բոլոր իրականության մեջ նույն խմբավորումն է իրականության մեջ, ասոնց բոլորին լոգիստիկ կենտրոնը, հրամանատարական կենտրոնը գտնվի Թուրքիա։ Թուրքիան է, որ ասոնց այս բոլորին սևոմ ղեկավարն է եւ խորաբես պետք է համոզվենք բոլորս ալ կասկած պետք չէ ունենանք, որ դերձորի հայկական նահատակած հուշահամալիրի ագանահարումը, Հալեբի 40 մանգանց եկեղեցու ագանահարումը, Հալեբի հայաշատ թաղերու անխնարմփագոծումը, Քեսաբի դեղահանումը, Քեսաբի վրա հարձակումը եւ դեղահանումը Քեսաբի հայության, ասոնց բոլորի մեջը Թուրքիան մասնագից է, կամ իր հրահանգով եղած են, կամ իր ուղագի թրթումով եղած են։ Թուրքիան է մեղավոր այս բոլորի մեջ։ Թուրքիո թերագադարությունը չդեսնելը ճիշտ չէ։ Բացահայտ է այս բոլորի մեջ Թուրքիո թերագադարությունը։ Թուրքիան ծևոմ վտանգավոր խաղը գխաղա։ Թուրքիան գործած է այս գազագերբությունները դարաձաշրջանային իր ասեցության կոդին ընդլայնելու եւ այս խաղակարդը այդ նպատակին համար գործածելու իմաստով։ Եվ այսօր մեջ մենք պետք չէ կասկածենք Թուրքիո թիրախները մեկն ալ Հայաստանն ու հայությունն են։ Թուրքիան գճանա, բիդիչանա եւ ասիկա պետք չէ մենք ասուտյան ովևէ կասկած ունենանք։ Թուրքիան պիտի ճանա ամեն քնով, ամեն կայլապողի, ամեն արիտով թույլատրել Հայաստանի եւ հայության քաղաքական դիրքերը։ Որովհետեւ Թուրքիա ինքը գիտե, որ Հայաստանը ճիշտ է Սուրիո նկատմամբ, Սուրիո գաբակտությամբ, Սուրիո դեպքերուն գաբակտությամբ ուղագի մասնագից չէ, առնչագից չէ, սակայն իրականությունը այն է եւ թուրքերը լավ գիտակցին ասոր, որ Հայաստանի եւ Թուրքիո միջեւ, հայության եւ Թուրքիո միջեւ գա անլույս մնացած լուրջ խնդիրը։ Եվ այդ հայկական հարցն է։ Հայրամեգը, որ դակավին հայրամեգի ընթացքի մեջ ենք, ասոր լավագույն աբացույցներ հայրամեգի ոգեգոճական ցերնակներ իրականության մեջ բարձրապես հիշեցում մնային ամբողջ աշխարհին հայության կողմ է, որ մենք Թուրքիո հետ անլուծելի խնդիր ունենք։ Մենք Թուրքիային գագնգալ ենք ոչ միայն ճանաչում, այլ նաև հադուցումի խնդիր ունենք։ Թուրքիա գիտե թե հայության դիրքերը այս ուղղությամբ ինչքան ամուր են իրականության մեջ եւ ինք գճանա, պիտի ճանա իր բոլոր խաղակարդերը օգտագործել Հայաստանի եւ հայության քաղաքական դիրքերը դգարացնելու համար։ Դաեշը նաեւ ինքն նա օգտագործել այս նպատակին համար եւ ասոր համար մենք պետք է շատ աչալուր չլանք։ Նաեւ Հայաստանի մեջ պետք է շատ աչալուր չլանք այս վտանգին կապակցությամբ։ Տեսեք հարգելիներս, երբ ինչպես շեշտեցիք, այդքան հայությանը վնաս տվեցին, կարծես թե մեծ երկրները, գերհզոր երկրները այնքան ուշադրության առարկա չդարձրեցին կամ մեդիայի մեջ, մամուլի մեջ։ Վերջերս ընդամենը մեկ զոհ կամ երկու զոհ ունեցավ ռուսը իր զինվորականներից կամ Միացյալ Նահանգները իր զինվորականներից, արդեն սկսեցին աղաղակել, գորգորալ եւ այլը։ Բայց նախապես իրենք գիտեին, նախապես չէ որ կրոնականներին հավաքեցին առաջիններին, հարցրեցին լուսաբանության համար, որ սա կրոնական պատերազմ է, պատճառաբանեցին, որ ոչ կրոնական չէ։ Այսինքն սա տնտեսական պատերազմ է, քաջուղի պատերազմ է, թե ուղղակի այս երկրներում իշխող կառավարման ձևը փոխելու պատերազմ է։ Ինչ օրս կարողացանք հասկանալ վերջ-վերջով ինչ են ուզում իրենք։ Տեսեք, ասկի առաջ շեշտացանք եւ նորեն կշեշտեմ։ Այս բոլորը մեծ pedagogan շահերու ասպես կոչված խաչմերուգի վրա բաներ են, ինչպես կսեն ջնշումներ են, որ իրար վրա կփանեցնեն, որ միջին արևելքի մեջ
թրվածքը, որ տրվեցավ միջին արևելքի ստեղծման 1916 թվականի Սաքս-Պիկոյով, մոտավորապես 100 տարվա կյանք ունի։ Այդ թրվածքը, որը ստեղծվեցավ, հիմա այլևս իր վերջավորության հասած է։ Եվ շրջանի մեջ հեղեղուկ վիճակ կա, սահմանային եւ այլն, եւ փոփոխություններու, կարդեսը փոփոխություններու բիդեն տարգվի։ Այդ կարդեսի փոփոխություններու մեջ ամեն մեկ ուժ, թե միջպետական, կերպետական եւ թե շրջանային իր գուզե ամենը լավ ձևով իր բանը իր ուժը ցույց տալ եւ լավագույնս օգտվել Ով է ուզում քարտեզը ասկացությունները։ փոխել։ Կարդես Որ ուժն է ուզում միջազգային բոլոր ուժերն ալ, տեսեք, հիմա շատ մեծ խոր մագան հարցերու մեջ կուզես մտցնել ինձի բալաբեկ եւ ադոր չեմ ուզեր մտնել, բայց եկեք գսենք հետեւյալը, որ ասկացության մեջ, որ դեղի ունենա, նոր համագարկ պիտի ստեղծվի, շատ բարձ է։ Քալիք միջին արևելքը պիտի չի նմանի այդ միջին արևելքին, որ մենք գիտենք։ Եվ այդտեղ պիտի տեղի ունենա թե քարտեզի փոփոխություններ, թե ասպես կոչված մարդկային փոփոխություններ։ Դուք գիտեք, որ աս վերջին քանի տարիներու ընթացքին որքան մարդկային դեղաշարժեր տեղի ունենա որ միջին արևելքի մեջը։ Հաստատ երկու բան կա, որ պիտի բադայի։ Մեկը Քյուրդիստանի ստեղծումն է։ Եվ ոչ թե գսեմ ասպարակային Իրաքյան Քյուրդիստան եւ այլ խոսիմ քրդական պետության ստեղծման մասին։ Իսկ մյուսը, որ մեզի համար կարևոր է ասպարակային, Թուրքիայի խաղացած աղդոտ խաղն է, որուն անդրադարձավ Վաչեն։ Հիմա ասիգա պիտի դանի դեղմը կամ գդանի գոր արդեն դեղմը, ուր գտեսնենք մենք, որ Թուրքիան atkan մտահոգ եւ atkan փանով գմոդենա աս հարցին, ասպես կոչված գրքոտ ձևով, որովհետեւ ինքը գանտրատարնա, որ նաեւ ինքը վտանգված պետություն է, որովհետեւ այդ շղարշը, որ ստեղծեցին թրկական ասկային պետություն ասելով, գոյություն չուներ իրականության մեջ 80-90 տարվա կյանքը վերջը ադա փլուզման կենթարկվի գոր այսօր եւ ասիգա նաեւ պիտի ենթադրել դա մեզի եւ շատ կարեւոր է որ այսօր Թուրքիան գամած ցևով մեգուսացումի երթագոր բոլոր ուժերուն կողմ է այսօր արևմուտքը եւ ամերիկան որ atkan Թուրքիո գբաշխանային եւ այլն սկսած են գամած անդրադառնալ որ աս երգիրը եւ աս ղեկավարը Էրդողանը liability է իրենց համար եւ հետեւաբար գմտածեն որ ցևեր որ ինչպես պիտի դուրս կան ասկացուտենեն ես կգարձեմ որ աբակա հարցը աբակա գացությունները որ պիտի ստեղծվին կարդեսի եւ սահմաններու փոփոխությունեն անգախ նոր գարմիր գիծերու հարց մնե որ պետք է որ պիտի շեշտավորվի եւ ադալ արևմուտքի եւ ասպես կոչված Ռուսիո կամ Ռուսիա Չինաստան բաներուն ինչպես կսեն խարիսխներու միջև պիտի լա եւ ադոր համար է որ մենք իբրև հայեր կամ Հայաստան կամ պետություն կամ Հայաստանի Հանրապետություն պետք է ուշադիր լանք աս բոլորին որովհետեւ մենք ասպես կոչված սվինի բանն ենք գլուխն ենք որ մտածենք աս ցամաքամասին կամ աս տարածքաշրջանի մեջը Թույլ տվեք անցնենք կարճ դադարի հենց այդտեղից էլ շարունակենք որովհետև իրականության մեջ մեր հայրենիքին մեր ժողովրդին նոր մարտահրավերների զարգացումներ է սպասում ինչպես պետք է դիմագրավենք հարգելիներս կարճ եթերի Սրելի հայրենակիցներ, ինչպես Կարո Մոմջյանը նշեց, ուրեմն Հայաստանը աղեղի այդ ծայրամասն է, որը մխրճված է իսլամական հարևան երկրների մեջ եւ այսօր պայթունավտանգ է տարածաշրջանում, փորձենք հասկանալ, թե ինչպես պետք է դիմագրավենք այս նոր փորձությունները, ինչպես պետք է իբրև ժողովուրդ ինքներս մենք դրսևորենք եւ իբրև իշխանություն կամ պետություն, պետականություն ինչ կարող է լինել մեր հետ, ինչով պետք է պատրաստ լինենք։ Շարունակենք հարգելիներս զրույցը։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այդքան
բարվոք չէ։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այդքան բարվոք չէ ու հանկարծ գալիս է մի ավելի մեծ փորձություն կամ ավելի մեծ վտանգ։ Իբրև պետություն մի կողմից շատերի համար շատ լավ իրավիճակներ կարող են զարգանալ մեզ համար, որովհետև Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարծես թե ուզում են խզվել, բայց եւ այնպես պատմությունը մեզ դասեր տվել է արդեն, որ ինչքան էլ խզվեն, բայց եւ այնպես ունեն իրենց շահերը։ Ինչպես պետք է մենք դրսևորենք այս օրերին թեփրև պետություն, թեփրև համայնք, Սփյուռք։ Հիմա դեսեք հետևյալ բանը կա, քիչ առաջ Կարոն լավ նշում արավ, երբ որ ակնարկեց սահմաններու փոփոխության, նաև կարևոր նշումն արա, ես կուզեմ ադո վրա այդ կետը զարգացնել։ Ինչ որ դեղի կունենա այսօր նաև անգախ հանգե որ ասիկա գնահանգեցնել սահմանային փոփոխության թե ոչ, ասեցության նոր կոդիներու դասավորումն է որ դեղի կունենա։ Ասեցության նոր կոդիներ ստեղծելու գրիվ մնե որ դեղի կունենա, այն ուժերուն կողմէ, որոնք ինչպես նշեց դոկտոր Մոմջյանը քիչ առաջ, այսինքն մեկ կողմէ արևմուտքը իր դեղական տաշնագիցներով, այսինքն դեղական տաշնագիցները ասել ուզեմ Իսրայել, Ձոցի արաբական երկրներ գլխավորությամբ Սեուդական Արաբիա եւ Թուրքիա։ Ասոնք արևմուտքի կարևոր դեղական տաշնագիցներն են, որոնց մեջ յուրաքանչյուրը նաեւ այս մեծ գարգանտագեն գուզե իր բաժինը ապահովել։ Այս շարժումին, այս ասեցության կոդին ստեղծելու միտով արևմտյան, ասենք, այս թափին կընտիմանան ուրիշ ուժեր, որոնց մեկ մասը դեղական են, որոնց մեկ մասը ավելի մեծ են։ Դեղական ուժեր են կան անշուշտ Իրան, Սուրիա, այսինքն Սուրիո այս վարչագարկը եւ Լիբանանյան Հեզբոլլա գազམ་ագերբությունը այս առանցքը, իսկ անոնցմետրուս ուժերեն հիմնական երկուքը մեկը Չինաստանն է, որ ծևոմ լուր բաժնեգիցի թերագադարության մեջ է մինչև այսօր, եւ երկրորդը, որ շատ կորձոն գերբով առնչված է այս կորձընթացներուն հետ, Ռուսիան է։ Ուրեմն գրիվը կգայանա աս երկու մեծ ճակատներու միջև։ Ինչ որ դեղի կունենա աստեցության կոդիներ ստեղծելու կամ պահպանելու այս գրիվն է որ դեղի կունենա։ Մինչև վերջերս ամերիկյան քաղաքական վերնախավի մոտ գար այն մոդեցումը եւ դակավի մինչև այսօր գա, որ մենք ինչ ուզենք կնենք, ռուսերը չունին այն ուժը կամ կարողությունը կամ ողնաշարը, որ գայանան դիմացել մեզի, մինչդեռ Պուտինը երբ որ նախագահ եղավ Ռուսիո 2000 թվականին երբ որ Ռուսիո ղեկը կստանցնեց, քանի մդարի դեպից մինչև որին կարենա ռուսական ներքին թրվածքը, ներքին խոհանոցը քիչ մգարկի տնել եւ առաջին անգամ ռումբի պես պայթեցավ իր ելույթը 2007-ի Մյունիխի մեջ եւ հայտարարեց, որ մենք եւս ուժ ենք համաշխարհային դարողությամբ, մենք ալ մեր շահերը ունենք եւ գուզենք որ մեր շահերը հարկվին։ Եկեք փոխանակ հագամարտություններու ջամփով լուծելու մեր հարցերը, կորզակցաբար լուծենք մեր հարցերը։ Արևմուտքը այսօր եւս կարևորություն չտվավ։ Եվ հետակային Ուկրաինայո կամ Թիֆլիսի կամ Ուկրաինայո այդ քունավոր հեղափոխությունների եւ մինչեւ վերջերս Մայդանի հարցերը Ուկրաինայո մեջ, նաեւ Սուրիո հարցերը ռուսական թերը չեզոքացնելու, ռուսյան անդեսելու, ռուսյան շրջանցելու նաեւ գմիդեին այս բոլորը։ Հիմա այս կատությունը փոխադրված է, այս բայկարը փոխադրված է նաեւ միջնաբերքի մեջ եւ միջնաբերքի մեջ գտնա դեղ ունենալ սահմանային փոփոխության, ես կխորին որ քրդական խնդիրը մենք պետք է լուրջ առնենք, այսինքն քրդական պետության ստեղծվելը մենք պետք է լուրջ առնենք, որովհետեւ արդեն իսկ գա ադոր գորիզը, de facto արդեն Քուրդիստան մգա Իրաքի հյուսիսը, բայց այսօր Սուրիո դակնաբի զարգացումներու մեջ նաեւ այդ քրդական ասեցությունը նաեւ ներկայություն է հողի վրա, քետնի վրա ներկայություն է նաեւ Սուրիո մեջ եւ Սուրիա-Իրաք քրդական առանցքի ստեղծումի խնդիրն ալ վաղամիսօր գնացակիլ եւ երբ որ քրդական պետության մասին կխոսենք անպայման որ կխոսենք կամ խոսած կլանք Թուրքիո հողային ամբողջականության մասին հոսե որ գմտնե կարևորությունը մեր թիվանակիտության եւ մեր քաղաքական ներկայության աշխարհի մեջ մենք պետք է այնքան ուշադիր հետևենք այս հարցերուն Հայաստանի արտաքին քաղաքականությունը բարող վերնախավը Հայաստանի իշխանությունները այս տեսանկյունեն ես կխորին որ նաև պետք է ուշադիր հետևեն այս հարցերուն որովհետև Թուրքիո ամբողջականության հետ ի վերջո գաբ ունի հողային ամբողջականության հետ գաբ ունի նաև մեր բանջարդիրության խնդիրը ես այս ծևով գարանչեմ այս հարցերի իրարու
Իսկ եթե այսօր վրա ավելցնենք այդ իրողությունը, որ մեր տադի ջամփով, հողային բանջկի ջամփով մեր բանջներում մեկ մասը կհամընկնին ասպես քրդական բանջներու հետ, հոն արդեն ավելի եւս կշեշտվի հայ քրդական հարաբերությունները եւ մերձեցումի հարցը, որու գծով ես չեմ կարծեր, որ մեր արդակին քաղաքականությունը հadoop եւ հիմնական կերպով պատկերացում կամ պլան ստեղծած է այդ ուղղությամբ առաջնորդվելու։ Թերևս ալկան այս գծով եղած ուսումնասիրություններ քաղտնի ասպես կոչված ապահովական մարմիններու կողմ է, բայց ատմեկը պետք է շատ ավելի հուսամ որ այդպես է ճիշտ է գմտածածս նույնիսկ եթե դուրսը չի դրսևորվի, բայց գա այդպիսի ծրարը, որ պատրաստված է, որովհետև աբակային այդ թղթածրարը շատ կարևոր պիտի դառնա, հատկապես երբ կա ժամանակը այս խնդիրի լուծման հանգամանքներուն, որում մեջը նաև մենք մեր բաժինը պետք է ունենանք։ Եվ հուսամ այս անգամ Խրիմյան հայրիկի բանեն օգտվելով թուղթե շերեփներով չեն երթալ, այլ ուրիշ ծևով կրնան երթալ այս հարցի մեջ մեր արտար բաժինը վերցնելու։ Գնացողների պատվիրակության վրա պետք է բոլորս համատեղ ուժերով լուրջ ուշադրություն դարձնենք։ Անցնենք կարճ դադարի, հարգելիներս, փոքր ինչ հետո կվերադառնանք։ Հարգարժան լսարան, շարունակում եմ զրույցս մեր համայնքում ակտիվ գործող մտավորականների հետ։ Հարգելիներս, ուզում եմ ուշադրություն դարձնենք մեր հարևան երկիր Իրանի վրա, որը այդքան տաք տարածաշրջանում կարծես թե միապաղաղ հետևում է ամբողջ գործընթացներին։ Արդյոք ճիշտ ենք նկատել, թե իրականության մեջ նայել իր հերթին իր բարակույներից այն կողմ իր գործառույթներ ունի, որին որ չեն անդրադառնում միդիան կամ մամուլը։ Դվյալները ցույց կտան, որ Իրանը միան լուրումուն չհետևող չէ այս դեպքերում։ Դվյալները ցույց կտան, որ Իրանը կորզոն գերբով, թեև առանց աղմուկի, գսեմ կորզոն գերբով, բայց առանց աղմուկի մասնագիծ է այս հարցերում։ Քիչ առաջ, երբ որ Կարոն այդ մեծ պատկերը ցույց տվավ դարաշրջանային ուժերու փախումի եւ ես քիչ ավելի մանրամասնեցի, Իրանը այդ աստակները մեկն է, այդ դեղական ուժերը մեկն է, որ գտիմատրե ասենք արեմդյան, ասենք արեմուտքի եւ իր դեղական տաշնագիցներու ծեվոմը ծրակիրներու եւ այս նպատակով Իրանը մինչեւ իսկ զինվորական իմաստով առնչված է հարցերում ներկայություն է լա Իրաքի մեջ, լա Սուրիո մեջ, լա խորհրդականներու ջամփով, լա ուղագի փանագային հիմա թե այդ փանագայինները իրանյան փանագի որ զորամասեր են, ինչ խմբավորումներ կան, ուրիշ խնդիր է անշուշտ, բայց մասնագիծ է ինքը այս հարցերուն, թիմատրողը ասենք ջագադին մեջ ադուղությամբ Իրանը ոչ մեկ աղմգահարույց հայտարարություն կնե, ոչ մեկ ասենք հրեդորական ջարեր խոսի այդ ուղությամբ եւ այլն, բայց լուրը մունչ քետնի վրա իրենք ներկայություն են գործեն այս ուղությամբ, իրենք ալ իրենց շահեր ունին, որովհետեւ այս բոլորի մեջ է։ Ավելցնեմ հետեւյալը, քանի Վաչեն խոսեցավ ռազմաքաղաքական հարցերուն վերաբերյալ, ժամանակին գիշեք չէ, որ Իրանի հետ մեր տնտեսական հարաբերությունները այդքան էլ հեշտ աչքով չէին դիտվել Ռուսաստանի կողմը, որովհետև Ռուսաստանը մի քիչ տարբեր հասկացողություն ունի բարեկամ եւ դաշնակից երկիրներու նկատմամբ։ Ժամանակին ինչպես որ հռոմեական գայսրությունը կհասկնար բարեկամ եւ դաշնակիցելով։ Կարելի ասել մինչ օրս։ Այսինքն մեկ խոսքով ինձի ենթագայի հարցն է։ Հիմա որ գացությունը դարբեր երևույթը ստեղծված է միջին արևելքի մեջը եւ Ռուսիա Իրան մերձեցումը քիչ ավելի կարևորություն ստացած է, ես կգարձեմ, որ Հայաստանը աս երկուքը
իրար գաբելու եւ տնտեսական գաբերը աս երկու երևույթներու միջև զորացնելու եւ իր վրայով տրանզիտ անցնելու իմաստով շատ կարևոր համագարկ մը գա որ կստեղծվի եւ Հայաստանը գրնա օգտվի լատկե աս նաեւ մեր արդակին քաղաքականության հիմնական դվյալները մեկը պետք է լա հարաճիգա հանգրվանի մանավանդ նկատի ունենալով մեր աշխարհակաղակական թիրքը ուր երկու կողմը բաշարված ենք Տշտամի ուժերով, այս բարակային Ադրբեջան եւ Թուրքիա, իսկ վերևեն Վրաստանը, այսինքն մենք վրացիներու խաղերուն ասկե առաջ շատ փանեղած ենք, իրացեք դարձած ենք, տասերը սորված ենք, չենք սորված ադուրի շատ, բայց մեր յուրահատուկ աշխարհակաղակական թիրքը գենթատրե, որ մենք Իրան, Ռուսիա այս խարիսխին վրա կարևոր թերագադարություն ունենանք, որովհետեւ այդ մեկը նաեւ կամրաբնթե մեր ասկային ապահովությունը։ Ասմեկը Ես կնամ մեկ քաղաքապարում ավելցնել Գարոյին ասմիտքին վրա։ Չմոռնանք, որ քանի մի տարի է վեր Չինաստանը հսկայական ներդրումներ կգադարի, հսկայական ծրագիրներ ունի Շանհայեն մինչև Մադրիդ հասնող, Բերլին եւ Մադրիդ հասնող նոր մեդաքսի քանի մի տեսակ ճանապարհներու ուղղությամբ։ Անոնց մեկը ծովային մեդաքսի ճանապարհն է, այսպես ասած։ Անոնց մեկը ցամաքային նոր մեդաքսի ճանապարհն է, ցամաքային անիմաստով որ խոսքը կվերապերի լա ասֆալտաբադ ճամփու եւ գամ արագ ընթացող շոկեգարքի երկաթուղի։ Ուրեմն ծրագիրը, այս ծրագիրը չինական այս ծրագիրը, որ քանի 100 միլիարդ դոլարի ենթագարույցի ծախս կենթացրե եւ չինացիները ասությամբ արդեն իսկ սկսած են աշխատանքի, ասի գներարը իր մեջը բնականաբար Իրանը նաեւ։ Երբ որ խոսենք Իրանի մասին, Իրանի ամիջական սահմանագից ուղղակի ֆիզիկապես սահմանագից եկիները մեկն էլ Հայաստանն է։ Եվ ուրեմն այս ընդհանուր մեծ ծրագրի մեկ փոքր մասը նաև գնա առնչվի Հայաստանի։ Հադրամար կարևորություն կստանա քիչ առաջ ինչպես բացատրեց դոկտոր Մոմջյանը, Հայաստանի թերագադարությունը Հայաստանը հոս եւս կնա թերագադարություն ունենալ եւ իր արդակին քաղաքականության առանցները մեկը գայնա դարձնել մաս կազմել չինական այս մեծ նոր մեդաքսի ճանապարհի մեծ ծրագրին։ Հարգելիներս, միջազգային ազգերի կազմակերպությունը ՄԱԿ-ը ժամանակին բավականին լուրջ եւ մեծ համբավ ուներ եւ շատ երկրների ժողովուրդներ հույս կապում էին այս կազմակերպության հետ, որ ինչ որ մի ձևով պետք է վերահսկի պատերազմները, այսպես ասած, կամ չպետք է հասցնեն այն աստիճան, որ արդեն դիվանագիտական հարաբերությունները դառնան դեպի պատերազմ։ Դուք նույնպես կարծում եք, որ թուլանում է կամաց ՄԱԿ-ի ազդեցությունը կամ իր առաքելությունից ընդհանրապես ունենք 2 րոպե, եթե կարելի է։ Ես միանշանակ ասեմ, որ առաջին օրեն չեմ հավատացած, որ ՄԱԿ-ը կարող է այդ թիրքը կամ այդ թերը գդարել ինչ որ դուրսեն ասպես շղարշված գերբով իրեն դրված է։ ՄԱԿ-ը հարթակ մնե ուր մեծ պետությունները եւ այլն կփորձեն հարցերը բերել ձեզելու, բայց իրականության մեջ աս աշխարհի վրա դակավին պետք է ընդունենք եւ շատ կարճ կգաբեմ որ դիրող ասպես կոչված կառույցը ասկ պետություններն են եւ աս բարակային մեծ pedagogan ասկ պետությունները շատ ավելի զորավոր սելիք ունին, քան թե փոքրերը, բայց ՄԱԿ-ը ինչ որ կգարձվի, որ պետք է լա եւ այլն միան շղարշ է։ Ես այդպես կարնեմ ՄԱԿ-ը ներողամիտ կգտնվեք, բայց հիմա աշխարհը այսօր վերջին ասենք գեստ հարու ընթացքին, այսինքն ՄԱԿ-ի քիչ ավելի գեստ ՄԱԿ-ի հիմնադրության աստին քանի հանգրվաններ են անցած է համաշխարհային ընտրությունը ստեղծված էր երկբևեր ՄԱԿ-ի հիմնադրության գաջադեմի հետ ստեղծվեցավ երկբևեր աշխարհը մեկ կողմի խորհրդային միության եւ անոր թիմած արեմդյան աշխարհը եւ այլն խորհրդային միության փլուզումենի հետ ստեղծվեցավ միապևեր աշխարհը մոտավորապես 2 տասնամյակ մինչև վերջերս իսկ այսօր Չինաստանի եւ Ռուսիո հրաբարակալով ես կխորին որ համաշխարհային քաղաքական հավասարակցության նոր համագարկը ստեղծված է եւ ադալ բազմապևեր աշխարհն է թե ՄԱԿ-ը ինչպես պիտի կամ ինչպես այս բազմապևեր աշխարհը կորձած է ՄԱԿ-ը իր ներքին հարցերը կամ հաշտարար թերագադարությունը իր լուրումին հասնելու ադիգա այլևս կմնա աբակայի խնդիրը բայց այսօր փաստորեն աշխարհը բազմապևեր աշխարհ է
Ցավում եմ, որ ժամանակը շատ շուտ սպառվեց, կրկին անգամ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքանով ավարտեցինք այսօր մեր զրույցը։ Խոսք եմ տալիս ձեզ, որ առաջիկայում կրկին կունենանք մեր հարգարժաններին լուսաբանելու համար իրականում ինչ է կատարում կամ զարգացումները։ Մնացեք բարև, կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամին նորություններով։